Բարև ձեզ հարգելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանն է եւ իմ զրուցակիցն է Լիբանանի ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր վերլուծաբան Շահան Գանդահարյանը։ Ողջունում եմ Շահան։ Սիրիայից շարունակում են սարսափելի տեղեկություններ գալ եւ միևնույն ժամանակ քիչ մարդ կա, որ մանրամասն տեղյակ է ինչ է տեղի ունենում Սիրիայում։ Ես կխնդրեի այս կարճ հաղորդման ժամանակ ներկայացնեք մեր հեռուստադիտողներին ինչ է կատարվում այս պահին Սիրիայում, ինչ հեռանկարներ կան զարգացման, ուր է տանելու այս ամենը։ Համեցեք։ Շնորհակալություն։ Ես փորձեմ գլոբալ ընդհանուր համապատկերը ներկայացնել ընդհանրապես տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների հետ կապելով այս վերջին ուրեմն դրսևորումները, զինյալ բախումները, որոնք կենտրոնացել են Ծովեզերյան Սիրիայի վրա։ Այնտեղ հիմնականում ալավի բնակչությունն է, այնտեղ նաև նախորդ ռեժիմի մնացորդած ուժերի եւ կառավարական ուժերի միջև փախումի ընդհանուր բնութագրումն է, սակայն նաև կան զինյալ խմբավորումներ։ Մի կողմից ասվում է, որ ուրեմն նախորդ վարչագահի զինյալ ուրեմն ուժերի խռովարարություն է, մյուս կողմից ասում են նաև, որ սա ռևանշիզմ է, հիմնովին նաև ղեկավարված գործող իշխանությունների կողմից, շատ խայտափղետ հագոտնյա հակասական լուրեր են, որովհետև նաև տեղեկատվական պատերազմ է, բայց փաստը մնում է փաստ, որ զանգվածային սպանություններ են եւ այդ սպանությունների իբրև հետևանք նաև այնտեղից հոսք է ալավիների դեպի տարբեր շրջաններ, դեպի Լիբանան, ինչը կարող է հանգեցնել նաև այդ շրջանի ժողովրդական պատկերի փոփոխության, բայց անվերջ կենտրոնանում ենք Ծովեզերյան Սիրիայի, որը իդեպ ասեմ, որ ամբողջ Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում ամենագայուն, ամենահանգիստ զոնան էր, քոդին էր, այնտեղ նաև ուրեմն ջրային տարածքներում Ռուսաստանի Դաշնության ռազմական հենագետներ էին, խարիսները, նաև ցամաքային իհարկե, եւ ուրեմն չմոռանանք, որ նախորդ ռեժիմի պահպանման հիմնական երկու հենասյուները Մոսկվան եւ Թեհրանն էին, որոնք այս վերջին իշխանապողությունից հետո չլատվեցին։ Իհարկե, այստեղ երանգային տարբերություն կա, որտեղ Ռուսաստանը որոշակի առումով փորձում է պահպանել իր ռազմավազաները, հատկապես ջրային տարածքներում։ Այնուամենայնիվ, այդ երկու հենասյուների կոտրման իբրև արդյունք փլուզվեց նաև նախորդ վարչագահը եւ ինչու եմ ասում այդ հենասյուների մասին, որովհետև այդ փածը եկան լրացնելու հիմնականում Թուրքիան եւ Իսրայելը, որոնք զինվորական ներկայություն են սիրիական տարածքներում։ Հիմա մի քիչ ավելի ընդարձակվելով նկատենք, որ այս բոլորը պատահեցին, երբ իշխանությունները նախաձեռնեցին ազգային երկխոսության համակումար եւ նաեւ որոշում կայացվեց, որ երկիրը որդեգրելու է նոր սահմանադրություն, որտեղ ներառված են լինելու ազգային փոքրամասնությունների տարբեր էթնիկ խմբավորումների իրավունքները։ Սկզբունքով ընդորում նաև ալավիների, բայց հիմա ալավիների նկատմամբ այս ցեղային զտման արշավը կամ ընդհանրապես տեղի ունեցող գործողությունները, որը իդեպ նաև ասեմ, որ հայտարարվեց իշխանությունների կողմից, որ այդ գործողությունները գասեցվել են եւ Սիրիան գնում է դեպի բնականոն բնականոն կյանքի խուն եւ դեպի վերականգնում։ Շատ ուշագրավ էր երկու հայտարարություն, նախ այն, որ դեղեկատվական նախարարը Սիրիայի ուրեմն այս նախորդ ռեժիմի մնացորդացի այս ուրեմն զինյալ դրսևորումները վերակրեց Իրանին, որ հովանավորվում են Իրանի կողմից եւ Պաշտոնական Տեհրանը ակնարկ արեց, որ ուրեմն այս վերջի դեպքերի ետին գա Թուրքիայի ազդեցությունը եւ թերագադարությունը, այսինքն ուզում եմ ասել, որ արտաքին ուժերի ուղղությամբ ակնարկներ կան նաեւ այս երկու ուղղություններով։ Բայց ինչպես փորձեցի բացատրել, սա միան ալավիների խնդիր չէ,
քրդական գործոնը շատ լուրջ սպառնալիք է Թուրքիայի համար, որը անverջ փորձում է ձևավորել անվտանգության կոդի։ Թուրքիայի համար կա նաև երկրորդ խնդիրը, ուրեմն զանգվածային այդ փախստականների արգայությունը Թուրքիայում եւ այս երկու խաղաղ Թուրքիան փորձում է լիարժեք օգտագործել։ Իսրայելը ներխուժել է սիրիական տարածքներ, վերահսկում է նաև հարևան երկրների անցքեր եւ առաջադրում է աբա ռազմականացված կոդի, որովհետեւ նաև Սիրիայում թե հզոր բանակի, թե ընդհանրապես զինյալ դարբեր ներկայացումների երկու սցենարների դեպքում Իսրայելը ուրեմն իր սահմանները ուզում է պաշտպանված տեսնել, դրա համար նաև ներխուժել է, վերահսկում է անցքեր, Գոլանի բարձունքներում վերագահավորել է իր զինտեխնիկան կամ զինուժը ընդհանրապես իր թիրքերը ռազմագիտական առումով, ուրեմն գլխավոր խաղացողները արտաքին այս բոլոր խճանկարում չմոռանանք, որ նաև հիմնական կարմիր գծերը ուրեմն կաշում է Միացյալ Նահանգները, սահմաններն է ճշտում, չի թողնում, որ ավելի սանձարձակ, ավելի լայնամասշտաբ պատերազմներ, բախումներ լինեն, բայց ամենայն դեպս եւ ռազմախաղի կանոններն է ճշտում եւ այս գործողությունների ընդհանուր սահմանակիցները իր կողմից որոշում է եւ չնայած որ մեղադրում են բոլորը եւ արաբական երկրները եւ միջազգային ընտանիքը, անգամ Միացյալ Նահանգները այս վերջի գործողությունները, բայց փաստը բնում է փաստ, որ կետնի վրա շարունակվում են ոչ նախորդ օրերի տապով, բայց ուրեմն անցարկելներ են, գրագոցներ են, այդ գրագոցների արանքում նաև մնացել էին երկու հայեր, ազգությամբ հայեր, Սիրիայի քաղաքացիներ, որոնք զորքացին, հայր եւ որդի, բայց ասեմ, որ հadouk այդ նման հայ համայնքի նկատմամբ թիրախավորում չկա, բայց զգուշավորություն կա բնականաբար, դպրոցները փակ են, եկեղեցիները փակ են, գա դակնապ, չրի դակնապ, գա տնտեսական դակնապ, որտեղ ուրեմն շուկան նորմալ չի աշխատում բնականաբար, ծանր լարված իրավիճակ է, մտահոգիչ, անորոշ եւ թերևս բարձ չէ թե հետագա դեպքերը, որ ինչ ուղղությամբ են գնալու։ Իդեպ ասեմ, որ ուշագրավ հայտարարություն արեց նորահաստատ իշխանությունների ղեկավար այս անցումային կառավարության նախագահը, ասել ուրեմն հաստատելով, որ Ծովեզերիա Սիրիայում գրանցվող իրադարձությունները նախադեсված մարտահրավերների շարքին են, ուրեմն նախադեсվել է շարք եւ ինչ առաջ ինչպես ես փորձում եմ վերլուծել, որ այնտեղ կա նաեւ քրդական խնդիր, այնտեղ կա նաեւ դուրզիների ուրեմն երևույթ, հարաբերակցաբար Իսրայելի, ուրեմն գա նաև քաղաքագիտական վերլուծաբանությունում Սիրիան ընդհանրապես ըստ էթնիկ խմբավորումների բաժանման սուննիական, ալավիական շրջան, քրդական շրջան, դուրզիական շրջան եւ այլն։ Ուրեմն այն ինչ որ բարձ է, որ սա հանգրվան է, թերևս կան հանգրվաններ, ինչը նշանակում է, որ կան նաև ցնցումնային турբուլենտ իրավիճակներից անցնելու ընդհանուր գործընթաց։ Շահան, խոսում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող են իրենց այդ զինակետերը հանել Սիրիայից, համայն դեպս Տրամպի գալու հետ միասին այդ խոսակցությունները ավելացան, ինչ կբերի դա Սիրիային։ Գիտեք, ընդհանուր տարածաշրջանային աշխարհակաղակական ընդհանուր պլանները դեռևս բարձ չեն, գնում են ցնցումներով, անկրվաններով, այս դրսևորումներով, բայց Տրամպի հայտարարությունները հաջող նաև չեն համընկնում քետնի վրա գրանցվող իրադարձությունների, այսինքն օրինակ Գազայի ուղղությամբ Տրամպը հայտարարեց, որ պետք է ամբողջ ժողովուրդը տեղահանվի, պիտի վերածվի Ռիվիերայի, Եգիպտոս տեղահանեն, Սաուդյան Արաբիայի մասին նշում կար, այսինքն այդ դեկլարատիվ առումով կատարված հայտարարությունները եւ քետնի վրա
արձանագրող իրադարձությունները շատ չեն համընկնում։ Ուրեմն պետք չէ հենվել կարծում եմ միայն դեկլարատիվ հայտարարությունների վրա, որովհետև Ռուբիոն օրինակ քննադատեց անմիջապես բանջես որ դադարեցնեն գործողությունները, բայց փաստը մնում է փաստ, որ այդ գործողությունները շարունակվում են։ Ուրեմն մեկ բանը բարձ է, մանավանդ ներգա վարչագարկի առումով, որ գործընթացները փոխելու են Թել Ավիվի շահերից եւ դա հովանավորվում է նաեւ Միացյալ Նահանգների կողմից, այսինքն Իրանյան աստիճան թուլացումը Լիբանանում, Սիրիայում, Գազայում կարծում եմ նաեւ սա փոխում է Թել Ավիվի շահերից եւ այս գործընթացը, այս ուրեմն Իրանյան փորձոնի թուլացումը տարածաշրջանում ուրեմն առաջ է մղվում հիմնականում Միացյալ Նահանգների կողմից։ Եվ նույնը այսօր Սիրիայի դեպքում, որովհետև ի վերջո Գազայի պատերազմից առաջ սկսել էր գործընթաց արաբական երկրների եւ Թել Ավիվի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման։ Այդ գործընթացը արգախվել էր Գազայի պատերազմով, չի բացառվում, որ վերսկսվի, այսինքն անգամ նաեւ Սիրիան կնա այդ քայլին։ Բայց թերևս ցնցումներ են, որովհետև ոչ իբրև պետական ինստիտուտներ, ոչ իբրև զինյալ ուժեր, թե իբրև միավորներ չեն գայացել եւ պետությունը եւ բանակը։ Ուրեմն մինչեւ այդ գայացումը, մինչեւ նաեւ որոշ առումով այս ժողովրդական պատկերների որոշակի դեղաշարժերով նոր զոնաների ձևավորումը կարծում եմ թերևս ցնցումները կլինեն։ Եվ վերջին հարցը դուք ձեր խոսքում նշեցիք, որ եւ իսրայելական կողմը, ասենք, ակնարկում է Իրանի մասնակցության վրա այս իրադարձություններին, Իրանը ակնարկում է Թուրքիայի որոշակի դերակատարությանը, արդյոք Թուրքիա-Իրան հարաբերությունները մեջ որոշակի լարվածություն է մտցրել այն ինչ որ կատարում է Սիրիայում։ Լավ չլսեցի հարցը, որտեղ ընդհատվեց։ Թուրքիա-Իրան հարաբերությունների լարվածության մեծացում զգում եք կամ տեսնում եք այս իրադարձությունների հետ կապված։ Թուրքիա-Իրան վայրի վերումներ են եւ դարաշրջանային ուրեմն համեմատությունը եւ Արաբային Կովկաս եւ Միջին Արևելք որոշակի զուգահեռներ են, բայց միանշանակ չէ, որ այդ լարված մնում են հարաբերությունները եւ միանշանակ չէ, որ մնայուն ուրեմն ծեր գործակցության մեջ են։ Այո, իհարկե կան բախումնային գետեր, բայց նաեւ օրինակ 3 ծավաչափի գործարկման այդ առաջադրանքը, որ անverջ Անկարայից առաջ է քաշվում, այնտեղ նաեւ գա ուրեմն որոշ պլան Իրանի հետ մեծ խնդիրները համացանեցնելու կամ համագարկելու։ Նույնը նաեւ այստեղ, որտեղ զուտ դեկլարատիվ առումով Թուրքիան ամենահագայիսրայելյան հայտարարություններն է հնչեցնում։ Բայց սա դեկլարատիվ է, որովհետև Անկարա, Թել Ավիվ ռազմավարական գործընկերությունից, բազմաթիվ միջպետական համաձայնություններից, բազմապնույթ բնակավարների միջև կայացած համագործակցության խորացումից, այս բոլորը նաև պետք է նկատի ունենալ, որ ի վերջո նաև ես քիչ առաջ խոսեցի, որ այդ Իրանի եւ Ռուսաստանի թողած փասը լրացրել են Թուրքիան եւ Իսրայելը, երկուքը ամենաշատը նպաստավորվել են Սիրիայի այս արմատական իշխանապողությունից եւ նոր իրավիճակից։ Եվ այս հանգամանքները հայկական ոսմյակից դիտարկելով մենք պետք է անպայման նկատենք, որ երկու ուղղություններով էլ կարծում եմ այս ուրեմն իրավիճակը կամ գրանցվող գործընթացները չեն փոխում ոչ Հայաստանի պետության, ոչ էլ դեպույն հայ համայնքների շահերից, որովհետև երկուսն էլ աստորեն թուրքիա-ադրբեջանական դանթեմը, որ հարավային Կովկասում շատ ավելի զգալի դրսևորումներ են ունենում, բայց ըստ էության նաև միջին արևելյան տարածաշրջանում հակառակ, ինչպես փորձեցի բացատրել, Թուրքիայի դեկլարատիվ հագա-իսրայել եւ պրո-արաբական կամ նույնիսկ պրո-պաղեստինյան հայտարարություններին։ Իրողությունը գետնի վրա փորովին այլ է,
հայտարարությունները Անկարայի բոլորովին այլ են եւ չեմ կարծում, որ Ադրբեջանը իր խորացնող համագործակցությունը ռազմական ոլորտում Իսրայելի հետ դա չի համաձայնեցնում Թուրքիայի հետ։ Գուցե նաև Թուրքիայի բադվերով է անում այդ բոլորը։ Ուրեմն այս հանգամանքները պետք է դիտարկել նաև հայկական ոսմյակից։ Եվս մեկ հանգամանք, որ գիտեք այս դժվար օրերին, օրասական օրերին, ճգնաժամային օրերին, հատկապես ուրեմն խոսելով հայ համայնքի դիմակրաված դժվարություններին, հայկական լրատվատաշտը պետք է հենվի բացառապես դեղվույն սիրիահայ հոգևոր եւ ասկային մարմինների թողարկած պաշտոնական հաղորդակցությունների փոխանցությունների վրա, որտեղ ի վերջո դեղեկատվությունը եւս ընդհանուր անվտանգության կարևորագույն բաղադրիչ է եւ դեղեկատվական քաղաքականությունը շատ կարևոր է որևէ կերպ խոճապ չստեղծելու եւ որևէ կերպ խնդրող առարկա չդարձնելու համար ընդհանուր համայնքի անվտանգությունը։ Շնորհակալություն եմ հայտնում հետաքրքիր զրույցի համար Շահան, սիրելի հեռուստադիտողներ, սրանով մեր հաղորդումը ավարտվեց, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։